Այսօր մեզ է միացել արևելագետ Վազգեն Պետրոսյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն եկաք։ Ավարտվեց պատերազմը Իրանի դեմ, թե չշտապենք։ Չէ, չի պիտի շտապել։ Դեռ չի ավարտվել, նախ եւ առաջ այսինչը որ իրենք համաձայնության շրջանակներն են նոր իրենք ստորագրում եւ ամեն կողմը որոշակի պարտավորվածություն է վերցրել իր վրա եւ այդ պարտավորվածությունները իրականացնելու համար 60 օրյա վստահության ժամկետ է նշվել, որ ամեն մեկը տեսնի թե դիմացինը ինչպես է անում եւ ըստ այդմ կողմնորոշվեն թե ինչպես են գնալու բանակցությունների։ Իսկ բանակցությունները լինելու է 60 օր հետո, 2 ամիս հետո։ Ուստի դեռ շատ շուտ է խոսել այդ ամեն ինչի մասին։ Նախնական այն ինչը որ գրակը դադարում կասկածում եմ։ Հա։ Տեսեք ինչպես է։ Թրամփը շնորհավորում է այդ ցուցակ։ Թրամփը փետրվարի 28-ից այս կողմ արդեն 40 անգամ CNN-ի տվյալներով ինքը ասել է որ պատերազմը ավարտվում է, Իրանը հանձնվում է, Իրանը ոչնչացել է, Իրանը այս, Իրանը այն, բայց Իրանը ոտքի վրա է։ Կարևոր ինչ որ համաձայնության եկան, չէ՞։ Ինչ որ տեսեք, հիմնական համաձայնության շրջանակը 4 կետի շուրջ է։ Առաջի կետը այն է, որ բոլոր կետերում պետք է դադարի պատերազմը՝ Լիբանան, Իսրայել, Գազա, Իսրայել եւ Իրան, Ամերիկա եւ Իրան, Իսրայելը։ Փաստացի արդեն մոտ կարելի ասել մի 10 օր է, որ չունենք Միացյալ Նահանգներ Իրան հակամարտություն, պատերազմ չի եղել, կրակոցներ եղել են, տարբեր բաներ եղել են։ Իսրայելը Իրաքի օդային տարածքից անցյալ շաբաթ 2 անգամ 2 գիշեր իրար հետևից հարձակում իրականացրեց Իրանի վրա, բայց լայնամասշտաբ չէին։ Իրանը էլի պատասխան դրանց եւ Քուվեյթում, եւ Բահրեյնում, եւ Կատարում ոչնչացրեց Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան հրամանատարության հիմնական կանխազդանշանային ռադարային համակարգը, որը իրականության մեջ կույրացրեց այդ հսկա բանակի աչքերը եւ ականջները խլացրեց։ Այդ իսկ պատճառով Թրամփը ստիպված եղավ գնա որոշակի զիջումների։ Զիջումները իր կողմից այն էր, որ այո, այդտեղ պատերազմը դադարելու է։ Ինչ որ մեկը հետքայլարել է այստեղ։ Միացյալ Նահանգները առայժմ հետքայլ է արել։ Բայց այս հետքայլը, գիտեք ինչպիսին է։ Իրենք Թրամփը ասել է, որ Լիբանանում պատերազմ չի լինելու։ Բայց նոր լուրերը նայում են, ընդամենը կես ժամ առաջ հարավային Լիբանանը ռմբակոծել է Իսրայելը եւ մի քանի տասնյակ բնակավայրեր ինքը ոչնչացրել է։ Սա բերելու է որոշակի խնդիրների այս համաձայնության։ Հարավից դուրս չենք կապ Իսրայելի։ Այո, երկրորդ կետն էլ դա էր, որ իսրայելական զորքերը պետք է դուրս գան հարավային Լիբանանից։ Երրորդ կետը այս համաձայնությանը այն է, որ Միացյալ Նահանգները պարտավորվում է 12 միլիարդ դոլար փող Իրանի բլոկեղած փողերից հետ վերադարձնի Իրանին եւ չորրորդ կետը այն է, որ Միացյալ Նահանգները իր նավատորմը պետք է հետ քաշի Օմանի ծովից դեպի Հնդկական օվկիանոս եւ թույլ տան նավարկությունը հայտարարվի։ Սրա դիմաց Իրանը ընդամենը պարտավորվել է, որ Հորմուզի նեղուցը բացել, բայց այնուամենայնիվ ինքը այնտեղից իր մաքսատուրքերը եւ բնապահպանական վճարները գանձում է։ Reuters-ի համաձայն այսօր առաջի նավը, որ անցել է, գազատար նավը, որ անցել է այնտեղից, այս ձևով ինքը հանգիստ անցել է իրանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Հիմա տեսեք ինչպես է։ Լիբանանում պատերազմը չի դադարել։ Ուրանը ինչ է լինելու Իրանը։ Դա 60 օր հետո։ Ոչ մեկը դրա մասին հիմա չի խոսում, բայց երեք գիշեր Թրամփը մեկ հատ հայտարարություն արեց եւ ասաց, որ Իրանը կարող է ունենա ուրանի հարստացման ցածր տոկոս, 3.3%-ը, որը ունի ավելի շատ բժշկական նպատակ, քան այլ։ Բայց հիմա տեսեք ինչպես է։ Գազայում պատերազմը շարունակվում է, Լիբանանում էլ շարունակվում է։ Միացյալ Նահանգները ինքը գումար չի տվել, բլոկեղած գումարներից չի բաց թողել Իրանի համար։ Վաճառվի Իրանի նավթը համաշխարհային Դա այն ժամ արդեն 2 ամիս է, որ ինքը թույլ է տալիս, քանի որ եթե թույլ չտար Իրանի նավթը, Իրանը օվկիանոսի վրա ուներ մոտ 280 միլիոն բարել նավթ իր նավերի մեջ։
Եթե Միացյալ Նահանգները դա թույլ չտար, նավթի գինը շատ կտրուկ կբարձրանար։ Միացյալ Նահանգները որպես իր նավթի միջազգային գինը չբարձրանա, այս 100 օրվա ընթացքում ինքը իր ռազմավարական նշանակություն ունեցող պահեստներից մոտ 30%-ը բաց է թողել նավթի եւ իրենք կայնած էին շատ լուրջ կրիզիսի առաջ, շատ լուրջ։ Իսկ այս համաձայնությանը գնացել է Վաշինգտոնը, ոչ թե Թեհրանը։ Այո, Վաշինգտոնը, ես դա եմ ասում, որ հիմա տեսեք ինչպես է։ Միացյալ Նահանգները բոլոր կետերը ներկայդրությամբ խախտում է։ Ինքը պետք է 12 միլիարդ բաց թողներ, բայց 12 միլիարդը բաց չի թողնում։ Բայց Թեհրանը ինչու է համաձայնում այս համաձայնությունը։ Գիտեք, ցանկացած պատերազմի մեջ, թեկուզ երբ որ երկու հոգի իրար հետ կռիվ են անում, ամեն մեկը պահ է գալիս, որ կարիք ունի շունչ քաշելու, իր ուժերը վերադասավորելու եւ նորից հարվածելու։ Հիմա երկու կողմը դրան կարիք ունեն։ Եվ Իրանը եւ Միացյալ Նահանգները կարիք ունեն շունչ քաշելու։ Իրանը ճիշտ է այս կարճ ժամանակահատվածում վերջի երկու ամսվա ընթացքում, որ գրեթե կիսազինադադարային վիճակ է, Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությամբ կարողացավ վերականգնել իր հակաօդային պաշտպանությունը եւ իր ռադարային համակարգը, որոնք որ վնասվել էին պատերազմի ընթացքին։ Գրեթե ամբողջությամբ վերականգնել է։ Ռուսաստանը, եթե կարող է, թող իր հակաօդային պահի։ Գիտեք, պատերազմի ձևերը արդեն փոխվել են։ Ռուսաստանի տարածքում գոյություն ունեցող հարձակումները, որոնք որ տեղի են ունենում ոչ միայն Ուկրաինայի տարածքից։ Ռուսական հոպը հիմա շատ է վերափոխվել, շատ։ Նոր պատերազմների մեջ ԱԹՍ-ները փոքրերը իրենք ունեն լուրջ նշանակություն պատերազմի ելքի վրա ազդելու համար։ Եվ Ռուսաստանը ունենալով պատերազմական դաշտում նմանատիպ փորձ, այդ փորձը ինքը փոխանցել է Իրանին։ Իրանը դա կիրառեց Միացյալ Նահանգների դեմ։ Վերջ-վերջո հեշտ չէր MQ9 կամ MQ1 տիպի հակաօդային ԱԹՍ-ները հարվածելը, որոնք որ գրեթե անհայտ չեն երևում ռադարային երեսին, կամ ասենք F-35-ը խոցվեց։ Եվ նմանատիպ դեպքեր շատ եղան, կամ քրուզ հրթիռները խոցվեցին։ Իրանը Միացյալ Նահանգներ համաձայնությունը բխում է Հայաստանի շահերից։ Գիտեք, այստեղ նախ եւ առաջ Հայաստանը մինչ օրս չի հստակեցրել ինչ է ուզում։ Ինչ կարող է ուզել Հայաստանը։ Հայաստանին պետք է հիմա եթե չի հստակեցրել պատերազմից դուրս եկած Իրան, որովհետև մեր կոմունիկացիաների մի մասը անցնում է այդ։ Տեսեք, մեր շատ քիչ կոմունիկացիաներն են անցնում Իրանով։ Ընդհանուր բեռնափոխադրումը, որ մենք ունենք Իրանի հետ, ինքը բավականին փոքր է, շատ չի։ Մոտավորապես մի 25-30%-ի կարգի թիվ է կազմում։ Իրանի միջոցով գնում ենք Չինաստան, Հնդկաստան։ Այո, դրա համար ասում, որ մեր առևտուրը այդ կողմից այդքան է կազմում, դեռ այդքան շատ չի։ Ամենակարևոր խնդիրը որ կա, նա է, որ ինչ է ուզում Հայաստանը Իրանից։ Անկեղծ ասած, դեռ որևիցե մեկը չի ձևակերպել։ Որպեսզի իմանանք Իրան-Ամերիկա պատերազմի կամ խաղաղությունը կամ զինադադարը մեզ ինչ օգուտ է բերելու կամ ինչ վնաս է բերելու։ Վերջ-վերջո Հայաստանը գիտեք, Հայաստանը այսօրվա իշխանությունների պատճառով փորձում է կողմնորոշվել, բայց այսօրվա աշխարհում կարիք կա ինքնորոշվել, ոչ թե կողմնորոշվել։ Երբ համաշխարհային համակարգը փոխվում է, եւ այդտեղ դերակատարները փոխվում են, անվտանգային համակարգը փոխվում է, տնտեսական համակարգը փոխվում է, եւ դուք նման եք դրամ բանալու անցքի, լինելով շատ փոքր, բայց շատ կարևոր դերակատարություն ունեք, դուք պետք է ինքնորոշվեք։ Բայց անընդհատ մեզ մղում են, որ կողմնորոշվել, բայց մենք ինչու պետք է կողմնորոշվենք։ Օրինակ ռուսները տևական ժամանակ է մեզ ասում են Եվրամիություն, թե Եվրասիական տեսական միություն։ Լավ, եթե մենք ինքնորոշված լինեինք, որևիցե մեկը չէր կարող այդպեսի մեզ պարտադրել, որ ասել Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական։ Այսօր քնել վաղը ինքնորոշվել դա հնարավոր է։ Մենք 35 տարի ժամանակ ունենք դրա համար։ Ոչ մեկը ոչ մի բան չարեց։ Եվ հիմա եկել ենք ընկել ենք փոսա ու ասում ենք ինչ անենք։ Այդպես չի լինում։ Քաղաքականությունը այդպես չի։ Քաղաքականությունը երկար process է։ Քաղաքականությունը Դե դուք արդարացնում եք ռուսական ճնշումը։ Չէ, ես չեմ արդարացնում, ես արդարացնում եմ քաղաքագիտությունը։ Սա գիտություն է։ Քաղաքագիտությունը մաթեմատիկական ճշգրտության գիտություն է,
որը ունի բարոյականություն։ Իսկ եթե դուք բարոյականությունը ոտնատակ եք տալիս, եթե դուք քաղաքագիտության մեջ բերում եք, ներմուծում եք մարդիկ, ովքեր որ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է քաղաքականությունը, եւ ընդհանրապես լավ երգիչ են, կամ կիսա լավ երգիչ են, կամ բլոգեր է, այդպես չեն զբաղվում քաղաքականությամբ։ Եվ այդ ժամանակ ուզում եք, որ մեզ հետ լուրջ վերաբերվեն, ոչ մեկը լուրջ չի վերաբերվի։ Մեր պետական համալսարանը եւ մնացած համալսարանները բոլորը փոխարեն մարդիկ արտադրեն, որ երկրի ապագայի մասին մտածեն, իրենք մարդիկ են արտադրել, ովքեր որ զբաղված են գլոբալիզմի քարոզով Հայաստանի տարածքով։ Երբ որ գլոբալիզմ եք տարածում, դուք չի պիտի սպասեք, որ Ռուսաստանը կամ Իրանը կամ Չինաստանը գա ասի, որ լավ է կանում։ Գլոբալիզմը այսօր ամբողջ աշխարհում գնում է վերափոխման, վերաձևավորման, եւ քանի որ մենք դեռ չենք ինքնորոշվել, մենք մեզ կախել ենք այդ ինչի ինչից։ Ռուսաստանը արգելում է հայկական ապրանքները ռուսական շուկա մուտքը, անունը դրա կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, բայց մեծ մասը գնում է Ռուսաստան։ Դա պարզ շանտաժ չէ Հայաստանի տնտեսությանը։ Պատկերացրեք, դրա պատասխանը ինչ պետք է լինի։ Պատկերացրեք, մենք երկուսով իրար հետ ընկերություն ենք անում։ Եվ դուք ինձ ամեն կերպ օգնում եք, որպես ես ոտի վրա կանգնեմ։ Բայց դուք ունեք կներեք։ Այդպես չի, որ միայն դուք եք օգնում։ Չէ, կներեք։ Եթե մենք ընկերություն ենք անում, այդ ընկերությունը փոխշահավետ ընկերություն է։ Միանշանակ փոխշահավետ է։ Արեք չմոռանանք, դուք շատ լավ կհիշեք, որ 90-ական թվականներին, 96-97 թվականին Ռուսաստանը $2 միլիարդ զենք տվավ Հայաստանի Հանրապետությանը եւ իր դիմաց մի կոպեկ փող չստացավ։ Հիշում եք, այդ ժամանակ Ադրբեջանը ինչքան վայնասուն բարձրացրեց ամբողջ աշխարհում։ 5 միլիարդ Ադրբեջանը ստացավ զենքը։ 5 միլիարդ չստացավ, 5 միլիարդ գնեց։ Տարբեր է, չէ՞ շատ արդեն բարձր մեր դեր կուտակվում, չէ՞։ Ռուսաստանի գիտությամբ։ Արեք զգացմունքները դնենք մի կողմ, քան որ քաղաքագիտությունը, չէ, տեսեք, քաղաքագիտությունը Թվիտակ զենք ենք տեսնում։ Միանշանակ, քաղաքագիտությունը զգացմունք չի սիրում։ Եթե մենք մեր զգացմունքները դնենք մի կողմ, մենք կտեսնենք այստեղ շատ պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Դուք ինձ տալիս եք ձրի զենք, ինձանից փող չեք ուզում եւ դրանով օգնում եք իմ տնտեսությանը։ Ես գիտեմ դուք ինչն եք ասում։ Չէ, ես բավականին լավ գիտեմ, թե որ տարիներին ինչ է տրվել Հայաստանին։ Օրինակի համար 2002-2003 թվականին ռուսական չէ, արեք սկսենք, եթե հերվից ենք գալիս, մենք մինչև 2000 թվականը Հայաստանը չեմ ասում դա վատ բան է, դա այդ ժամանակ արեք իրապաշտ լինենք։ 2002-2003 թվականին Հայաստանը Ռուսաստանից իր ինքնարժեքով գնեց փամփուշտ արտադրելու գործարան։ Այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համոզեց նախագահ Քոչարյանին, որը ինքն էլ համոզելու ցանկություն ուներ, այդ գործարանը փակեցին եւ որպես մետալալոն վաճառեցին, ասելով, որ ավելի լավ է, ավելի էժան կնստի մեր վրա, մենք Ռուսաստանից փամփուշտ բերենք, քան թե արտադրենք։ Լավ։ Այդ ժամանակ եթե խնդիրը մեզանից է, արեք ջբարդենք ուրիշների վրա։ Ռուսաստանը կայսրություն է։ Եվ ցանկացած կայսրություն, կներեք։ Ես ասում եմ նաև մյուս կողմը, ասում եմ Ռուսաստանը վաճառում էր տալիս է։ Ինչի՞ պիտի վաճառի։ Չէ, եւ ասում էր, դա բիզնես է, մենք մեր բիզնեսի չենք գրել։ Տեսեք, ցանկացած կայսրություն։ Բայց մենք նաև Ռուսաստանի հետ ունենք համաձայնագիր, որ մեր անվտանգության երաշխավորը նշված է այդ։ Դուք երբ եք դիմել իրեն անվտանգության երաշխիքները պահպանելու համար։ Օրինակի համար 2020 թվականի օգոստոսի 1-ին ՀԱՊԿ-ը դիմել էր Հայաստանի Հանրապետությանը, որ սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 15-ը ՀԱՊԿ-ը Հայաստան բերի 25000 զորք, 650 միավոր զինտեխնիկա եւ համատեղ զորավարժություններ անցկացնեն մինչև հոկտեմբերի 15-ը։ Եվ դրանով կանխվելու էր 2020 թվականի պատերազմը։ Կա փաստաթղթերը, հրապարակվել է սա։ Ինչ ասեց Հայաստանի իշխանությունները, ասես չենք ուզում։ Լավ։ Եթե դուք այսպես ասած տարբեր խողովակներով ասում եք, որ ձեր վրա հարձակվում են եւ դուք հրաժարվում եք այդ ամեն ինչից։ Ուզում եք Ռուսաստանը հանգիստ նստի, Ռուսաստանը կայսրություն է եւ ցանկացած կայսրություն ունի տարբեր շերտեր։ Եվ այդ շերտերի հակասության հիման վրա է, որ ինքը կայսրություն է։
Այնպես ինչպես որ Միացյալ Նահանգներում կա հայկական լոբի, կա ադրբեջանական լոբի, կա թուրքական լոբի եւ կա 1001 լոբի եւ իրենք այդպես են հարաբերությունները ճշտում եւ հստակեցնում, նույնն էլ այստեղ է։ Ոչ մի տարբերություն չկա։ Պարզապես Ռուսաստանի պարագայում մենք այսպես մտել է մեր մեջ, որ Ռուսաստանը պարտավոր է մեզ օգնել, քանի որ մենք իր հարավային սահմանի պաշտպանն ենք։ Այո, կներեք։ 94 թվականից է ես Հայաստանում եմ եւ 94 պարտավորությունները միայն թղթի վրա գրված են։ Այդ կներեք, պարտավորությունները, եթե ռազմական բնագավառում նայենք, շատ པարզ եւ հստակ է։ Հայաստանը պարտավորություն ուներ իր ռազմավարական օբյեկտները օտարելու միայն Ռուսաստանին, դա պարտավորություն էր Հայաստանի։ Բայց ով էր ասում։ Ջուրը ում ենք տվել մենք։ Ջուրը տվել ենք ֆրանսիացիներին։ Հայաստանի Պերլիտը, որ ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, 25 տարով 1996 թվականին տվեցին։ Դու գազը որտեղից եք ուզում բերել։ Իրանը չէր կարող ձեզ գազ տալ, քան որ Իրանը ունի գազի արտահանման խնդիր։ Ուրանը աշխարհին, այս Ռուսաստանը Միացյալ Նահանգներին է ուրան տալիս։ Մեր աթոմակայանը ինքը ռուսական օբյեկտ է։ Վաղը չեմ իսոր, որ բերեն փոքր մոդուլային ամերիկյան բաները, մենք ստիպված ենք ամերիկացիներին հրավիրենք։ Եթե մենք սովետական միությունից ժառանգություն ենք ստացել այդ բաները, մենք չի պիտի ասենք, որ Ռուսաստանը պարտավոր է, ոչ։ Լավ, երկու կարևոր հարց ունենք։ Վերադառնալով Իրան-ամերիկյան համաձայնությանը, ամերիկացիները Հայաստանում Ադրբեջանի հետ դեպի Միջին Ասիա շատ կարևոր նախագծերի մասին են խոսում եւ արդեն որոշակի իրագործման փուլ են հայտարարում։ Այս համաձայնությունը, ես որ ասում եի, մենք այստեղից ինչ ենք շահում, նաեւ դա նկատի ունի։ Այն ինչ որ կոչվում է թրիփ, դա քաղաքական խոշոր բլեֆ է։ Դա երբեք տեղի չի ունենա։ Թրիփի նախագիծը ինչ է նշանակում։ Նշանակում է Իրանում գիտեն, որ դա բլեֆ է, դրա համար չեն միջամտում կամ չեն խոսում, որ իրենք խոսում են անընդհատ դրա մասին եւ անընդհատ ասում են, որ սա մեր կարմիր գիծն է, քանի որ հասկանալի է, որ այդ երկաթ գիծը ընդամենը աշխատելու է Նախիջևանը Ադրբեջանին միացնելու համար եւ էլ ուրիշ ոչ մի բան։ Տարածաշրջանից ղազախները ինչ են ուզում, ինչ են ղազախները իրենք ամեն ինչով ամերիկացի Միացյալ Նահանգների հրամանի տակ են։ Իրենք ինչ են ուզում, ինչ որ Միացյալ Նահանգներն ասում են, այդ են իրականացում։ Այսօր Ղազախստանը իր ապրանքները դեպի Եվրոպա որ կողմից է ուղարկում։ Վրաստանի վրայով։ Լավ, այս գիծը, որտեղ որ դեռ Ադրբեջանից դեպի Հայաստան պատրաստ չի։ Նախիջևանում կա 10 կիլոմետրանոց հատված, որ ամբողջությամբ քանդված է, դեռ պատրաստ չի։ Նախիջևանից դեպի Իգդիր, որը ավարտելու է իր երկաթգիծը 2030 թվականին, այսինքն 4 տարի հետո, եթե տնտեսական վիճակը ջվատանա եւ 1001 ուրիշ բան չլինեն, այսինքն այս ճանապարհը դեռ 4-5 տարի ունի միջոցառման հանձնվելուն։ Բայց դա չի նշանակում, որ չի լինելու։ Դա նշանակում է, որ չի լինելու։ Ինքը տնտեսապես չի աշխատելու։ Ես ձեր թշնամին եմ, կներեք, ես ձեր թշնամին եմ։ Ուզում միանալ, եթե դա Ես կներեք, նախ եւ առաջ, ես ձեր թշնամին եմ։ Դուք որևիցե կերպ կօգնեք, որ ես ուժեղանամ։ Դա օգնություն չէ։ Դա օգնություն է։ Եթե այնպես ինչպես որ երկրի վարչապետը Նիկոլա ասում է, որ այդտեղից տարեկան 15 միլիոն տոննա բեռը անցնելու եւ Հայաստան այդտեղից տրանզիտ է վերցնելու, դա նշանակում է օգնություն է։ Մենք հզորանալու ենք, այդ փողը մտնելու է Հայաստանի պետական բյուջե եւ անկախ ամեն ինչից Հայաստանը հզորանալու է։ Արդյոք Ադրբեջան դրան կհամաձայնվի։ Ոչ։ Թուրքիան կհամաձայնվի։ Ոչ։ Որ միայն Ադրբեջանին հարցնեն, չի համաձայնի, ճիշտ է։ Միացյալ Նահանգների միայն Ադրբեջանը չի որոշում։ Միացյալ Նահանգներին թրիփը պետք է ընդամենը ունենա ռազմական ներկայություն Հայաստանի եւ Իրանի սահմանի վրա։ Եվ էլ ուրիշ ոչ մի բան։ Եվ էլ ուրիշ ոչ մի բան։ Ապրենք տեսնենք, լավ, տեսնենք ինչ։ Կյանքը արժևում է։